Ում օրակարգն է առաջ գնում ազգային ժողովում։ Զսպեք ձեր մեջի պոետների։ Հայաստանի նոր ձևավորված ազգային ժողովում արդեն մեկ բան ակնհայտ է։ Այո, իշխանությունը փորձում է խորհրդարանական գործընթացները վերադարձնել բովանդակային քննարկումների դաշտ։ Բայց այստեղ կա մի ուրիշ հարց։ Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ։ Իսկ ինչ է անում ընդդիմությունը։ Եթե քաղաքական ուժի գործողությունների հետևանքը լինի այն, որ Հայաստանի համար կարևոր օրակարգերը ձախողվեն, իսկ դրանց արդյունքում շահի արտաքին որևիցե կենտրոն, ապա հասարակությունը առնվազն իրավունք ունի հարցնելու, ում շահն է իրականում սպասարկվում։ Երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի Ալֆրեդի սենյակի են վերածվում։ Ընդդիմությունը կարող է քննադատել իշխանությանը, դա նրա իրավունքն է եւ պարտականությունը, բայց կա մի սահման, որը չի կարելի անցնել։ Հայաստանի շահը քննարկման առարկա չէ։ Հայաստանի շահը կարմիր գիծ է։ Այն ինչ չի ծառայում Հայաստանի պետական շահին եւ վնասում է Հայաստանի դիրքերին, պարզապես անթույլատրելի է, որովհետեւ ի վերջո հարցը շատ բարձ է։ Հայաստանի խորհրդարանն աշխատում է Հայաստանի համար, թե Հայաստանի դեմ։ Ես Հայկ եմ Կարապետյան եւ խոսում եմ ուղիղ։ Պինդ եղեք։